Համբարձումյանի գործով դատական նիստ է, դատարանը հեռացել է որոշում կայացնելու, ասեցին 30 րոպեից արդեն պատրաստ կլինի կհայտնեն որոշման մասին, ինչ սպասել։ Նիկոլի իշխանությունից ու Նիկոլի օրոք արդարադատությունից ակնկալիքներ ունենալը արդեն հեքիաթի ժանրից է։ Բնականաբար ես կոչ եմ անում, որպեսզի արդարադատությունը ու դատավորները գան իրականության դաշտ, ազատ արձակեն, որովհետև ի սկզբանե չի եղել մեղադրանք, չկա այդ հորինվածքը, որ մենք տեսնում ենք, բնականաբար իրականության հետ կապ չունի, այսինքն Դավիթ Համբարձումյանը ընդհանրապես ոչ մի աղերս չունի ոչ տեսանյութի հետ, ոչ կատարվող գործողությունների, այսինքն փաստացի ինքը զուտ, երբ որ դարձավ արդեն իմպիչմենտի միասնական թեկնածու, թիրախավորեցին, առավել ևս, երբ որ ինքը Մասիս համայնքում բազմիցս հաղթելուց հետո Նիկոլ Փաշինյանին եւս մեկ անգամ հաղթել էր, այսինքն անձնական վրեժի դաշտի ու անձնական վրեժխնդրության մասին է խոսքը։ Բնականաբար ակնկալիքները կոնկրետ իմ մասով կարող եմ պնդել, որ չեմ կարող ինչ-որ ակնկալիքներ ունենալ այս դատավորներից, ովքեր որ ծառայում են Նիկոլ Փաշինյանին ու Նիկոլ Փաշինյանի ռեժիմին, բայց կարծում եմ, որ հնարավոր է, որ լինեն դատավորներ, ովքեր որ իրենց խղճի առաջ պետք է պատասխան տան եւ բնականաբար Աստծո ու գնան ինչ-որ կոմպրոմիսների, որպեսզի հնարավորություն ստեղծեն հետագայում իրենց ավելի քիչ թիրախավորելի իշխանափոխությունից հետո, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ մեր երկրում համար մեկ խնդիրը, թիվ մեկ խնդիրը վարչապետն է Նիկոլ Փաշինյանը եւ բնականաբար իր ուսապարկերը, որոնք գոյություն ունեն միայն Նիկոլ Փաշինյանի պատճառով։ Ես էլ եմ ազատություն մաղթում բնականաբար ու այս ուսապարկերից ազատվելու Նիկոլ Փաշինյանից ազատվելու պարագայում միայն կլինի արդարադատություն ու ես վստահեցնում եմ, որ իշխանափոխությունից հետո այդ արդարադատությունը պետք է աշխատի ու լծվի այն գործին, որ պատասխանատվության ենթարկվեն եւ ծախու վարձկան դատավորները, դատախազները եւ բնականաբար Նիկոլ Փաշինյանը այն ցուցակով, որ ցուցակը որ ներկայացնում են հիմա ներկայումս ՔՊ ցուցակները, որ 2026 թվականին նորից վերընտրվեն կեղեքեն ժողովրդի նոր հանձնումներ եւ այս ֆոնին միանշանակ է, որ հայ ժողովուրդը չի ներելու եւ Նիկոլ Փաշինյանին եւ այն դատավորներին, ովքեր որ ծառայել են Նիկոլ Փաշինյանին 2018 թվականից ի վեր։ Ու երբ որ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ գոյություն չունի գետ մեկ դատավոր կամ գետ մեկ դատավորություն, որ ինքը չի վերահսկում, այսինքն ինքը պնդում էր, որ արդարադատություն ոչ միայն գոյություն չունի, այլ ընդհանրապես համրություն գոյություն չունի, եթե խոսքը գնում է Նիկոլ Փաշինյանի մասին։ Այնպես որ պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր խախտել են համրությունը, ովքեր որ փորձել են Նիկոլ Փաշինյանին հաջողանալու համար զրկել մարդկանց ազատությունից, ու այդ մարդկանց ազատությունը հետագայում փող զիջում չի լինելու, ու պետք է իրենք նույն դատավարությամբ իրենք զրկվեն ազատությունից։ Շնորհակալություն։ Live News-ի հարգելի